Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Առանձնահատկելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, շնորհակալ եմ պարոն Դանիելյան, վերաբերն ընդունելու համար։ Տեսեք, մի քանի օր է իշխանության ղեկին գտնվողի զուգընկերը բավական ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, քաղաքացիներին անվանելով ոչիլ, համբալներ, տգետներ եւ այսպես տխմարներ, հա, այսպես շարունակ։ Իհարկե ովքեր ճանաչում են իրենց երևի սпасելի է, հա, Աննա Հակոբյանը բացահայտեց, որ սա իրենց ընտանիքում վաղուց են խոսում այսպես այդ ընդդիմախոսների մասին, բայց հիմա արդեն հրապարակային։ Ես օրինակ չեմ կարծում, որ սա զուտ էմոցիաների դրսևորում է, ինչ որ նպատակ կա տակը դրված, հա, որը կարող է լինել նպատակը ձեր գնահատմամբ։ Դժվար է ասել ինչ նպատակ կարող է լինել, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ սա էմոցիաների դրսևորում է, որովհետև բնականաբար իրենք տեղյակ են, որ Փաշինյանի վարկանիշը գնալով սուրում է ներքև եւ հատկապես իշխանության նկատմամբ հակառեյթինգն է շատ մեծ եւ 26 թվականից առաջ իրենց մոտ հիստերիկ դրսևորումներ է սկսվում, որտեղ իրենք հասկանում են, որ ի տարբերություն նախկին իշխանությունների իրենք չեն կարող հանգիստ քաղաքում ապրել, հա, որտեղ այս մթնոլորտը 18 թվականից հետո իրենք սկսեցին եւ դրա համար իրենք կարողացան գալ իշխանության, երբ որ հանդրությանը ասում էին քաղաքացու բրեժի ժամանակն է, գալու ենք ասֆալտին պարկասնելու ենք, բանտերն են մտցնում ընդդիմադիրներին, քրեական գործեր են բացում եւ բնականաբար իրենք հասկանում են, որ այն ատելությունը եւ նեգատիվը, որ իրենց նկատմամբ արդեն ձևավորվել է, գոնե որոշ շրջանակների մոտ, կարող է պատասխան լինել։ Եվ այդ հիստերիկ մթնոլորտը, որը մենք տեսնում ենք եւ ազգային ժողովի նախագահի մոտ, եւ պարլամենտում ենք տեսնում, չէ, այդ հայհոյանքներ եւ այլն, սա ես կարծում եմ այնուամենայնիվ էմոցիաների դրսևորում է եւ վախի դրսևորում է։ Եվ վախի պայմաններում դու պետք է ցույց տաս, որ դու չես վախենում, դու ուժեղ ես, քո թիմակիցներին պետք է մոբիլիզացնես, ասես, որ ամեն ինչ նորմալ է, 26 թվականին մենք կգանք իշխանության, կվերարտադրվենք, եւ ես կարծում եմ, որ այս էմոցիաները կարող են նաեւ այլ դրսևորումներ ունենալ, արդեն ֆիզիկական ինչ-որ հաշվեհարդարներ։ Ես նման բան կանխատեսում եմ, որովհետեւ այդ հայհոյանքներից հետո պետք է արդեն գործողության հասնել, իսկ քանի որ իրենք դեռևս ունեն իշխանություն եւ նաեւ ունեն որոշակի ազդեցություն կրիմինալ շրջանակների վրա, որոշակի կրիմինալ շրջանակների վրա, ապա այդ վախի մթնոլորտը պետք է փորձեն ստեղծել, բայց ամբողջ հարցն է, որ վախի մթնոլորտ ստեղծել ինքը բավականին դժվար գործ է, որովհետեւ նույն են բռնատիրությունները, որոնք միշտ եղել են, նրանք ունեցել են գաղափարախոսություն եւ հանդրության ներքևի շերտի աջակցությունը, հա, այսինքն եթե գաղափարախոսություն չկա եւ ներքևի շերտի աջակցությունը չկա, այդպես վախի մթնոլորտ ձևավորելը շատ դժվար է։ Ինչ Աննա Հակոբյանը այս սպառնալիքն ասում էր, այսինքն ասում էր այսուհետ հայոյանքին հայոյանքով ենք պատասխանելու։ Ես համաձայն եմ ձեզ, որ դրա հաջորդ քայլը պիտի լինի ֆիզիկական բռնություն։ Եվ արդեն ունենք դեպքերը։ Ну հա։ Առաջի ծնծաղիկները կան։ Գևորգ Ստեփանյանի մեքենայի հրգիզում, հա, որ այդպես էլ անհետևանք մնաց փաստորեն իրավական իմաստով։ Եվ նաև մամուլի տարբեր հրապարակումներ են եղել, որոնք ցույց են տալիս եւ լուսանկարներ, որ կրիմինալ շրջանակների հետ Աննա Հակոբյանն էլ իրեն ված չի զգում, այսինքն շփումներ կան կրթելու շրջանակում, բիզնես շրջանակներում, ինչ որ կրիմինալ ներկայացուցիչների, բիզնեսների
բացմանը կամ առաջ խաղացմանը որոշակի քարոշչական գոնե մասնակցություն ունենում է, հա։ Մյուս կողմից ինձ օրինակ իրավապահ համակարգի, չասեմ որ համակարգի, նախկին ղեկավարներից մեկը շատ հստակ ասում էր, որ ճիշտ է Փաշինյանը անձամբ փողի հետ գործ չի ունենում, այ իրենց ընտանիքում փողի հետ լրջագույն գործ ունի Աննա Հակոբյանը, եթե իրենք կուտակում են կապիտալ, ապա դա կուտակում է Աննա Հակոբյանը։ Այսինքն Աննա Հակոբյանը բացի նրանից, որ իշխանության պահպանման բան ունի, խնդիր է լուծում ամուսնու իր ընտանիքի համար, կարծեք նաև իր անձնական կապիտալը պաշտպանելու կամ մեծացնելու նպատակ ունի։ Դուք կարծում եք ինքը կլինի հենց այդ ֆիզիկական հաշվեհարդարների հրձիքը մեծ իմաստով։ Ասենք եթե մարդը հրապարակային կնոջը քաղաքացուն ասում է ոչ Իլհամբալ, կարող չէ Facebook-ում էլ գրել անակ, իմ աջակիցներին կոչ եմ անում ծեծել ես մարդուն։ Բայց դա եղել է, չէ, 2018 թվականին, 19 թվականին, 21 թվականի ընտրություններից առաջ, չէ, նման դեպքեր եղել են, բայց ֆիզիկական բռնությունների համար այնուամենայնիվ որոշակի համակարգ է պետք, եւ ես կարծում եմ կփորձեն, եւ ցավոք սրտի ես ենթադրում եմ, որ հիմնական հարվածը գնալու է լրագրողների վրա, որտեղ խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս մենք տեսնում ենք, չէ, առաջնագծում լրագրողներն են, որոնք բնականաբար ցանկանում են կայանալ, հետաքննություններ են անում, սուր հարցեր են տալի, որտեղ իշխանական լրագրողը չի կարող կայանալ լրագրության մեջ, կարող է լինել քարոզիչ եւ հանրության մեջ հարգանք չվայելել։ Իսկ այն լրագրողները, որոնք ցանկանում են կայանալ, բնականաբար պետք է քննադատեն իշխանությանը եւ այն հիմնական կոնֆլիկտները մասամբ օրինակ խորհրդարանում, չէ, լրագրողների հետ է։ Եվ ցավոք սրտի նորից եմ կրկնում, ես կարծում եմ լրագրողները առաջնագծում են լինելու այդ բռնությունների առումով, որտեղ նաև 90-ական թվականներին լրագրողներն են չէ առաջնագծում, որ խմբագրություններ են պայթացնում, այրում էին, ծեծում էին, նույնիսկ սպանության դեպքեր, հա, կասկածելի մահեր կային։ Լրագրողները պետք է շատ զգայուն լինեն այն իմաստով եւ ուղղակի կոչ եմ անում, եթե որևէ լրագրողի հետ որևէ դեպք է պատահում, հա, կամ փորձ է լինում իրենց ճնշելու, բռնություն անելու, լրագրողական համայնքը պետք է համերաշխ լինի եւ պաշտպանի իր անդամներին, հասկանալով, որ պաշտպանում են նաեւ իրենց։ Լրագրողական համայնք ասելով ինչ նկատի ունի, որտեվ լրագրողական համայնքի անունից են հանդես գալի նաեւ գրանտ ստացող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք միայն արդարացնում են, որոնք լրագրող չեն։ Դե բայց այդ անունով են հանդես գալիս։ Արդարացնում են այդ բռնությունը։ Իրավապաշտպան կոչված կազմակերպություններ կան, ես իրենց իրավապաշտպան չեմ համարում, երբ նորքի միջադեպը եղավ, նրանք արդարացնում են այդ ծեծը, այսինքն պիտակավորում էին քաղաքացուն, որը բացահայտումներ է անում կապելով նրան Ռուսաստանի հետ, Անդրանիկ Թևանյանի հետ, փորձելով ասել, որ փող են տվել, ասենք Ռոբերտ Քոչարյանը, Անդրանիկ Թևանյանը, Ռուսաստանը փող են տվել, ասենք գնա այս արևմտամետ Բուչա գնացած բանին, Բուչա գնացած ինչ էր Տեր Մարգարյանին թիրախավորի։ Այսինքն նաև այդ իմաստով կարծում եմ համերաշխությունը չի ստացվել, սա մեծապես օգնում է Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանը, որովհետեւ եւ լրատվական դաշտում եւ այդ իրավապաշտպան կոչվածների դաշտում կան ավելի շատ կոնկրետ խմբերի շահեր սպասարկողներ։ Մինչև 2013-2014 թվականները այդ գրանտերով նաև բավականին լավ գործեր են արվել։ Սակայն այդ թվականներից սկսված գնաց քաղաքականացման գործընթացը եւ դա ինչ որ առումով պայմանավորված էր նաև այդ Ուկրաինայի դեմքերով։ Այսինքն այդ գրանտերը արդեն ունեին քաղաքական ենթատեքստ եւ նույն այդ իրավապաշտպաններ, նաև մյուսները այդ արդեն քաղաքական process-ի մեջ էին որպես կողմ։ Նույն 2018 թվականից հետո մենք հիշում ենք ինչ ծեծ, ջարդ եւ այլն ահաբեկումներ էին տեղի ունենում եւ իրավապաշտպանները ոչ մի ձայն չէին հանում, նաեւ կային կազմակերպություններ, որը դատաիրավական համակարգի արդարության համար էին աշխատում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ երբ որ սահմանադրական դատարաններ շրջափակվում կամ դատավորներ էին ծեծում կամ
փաստաբաններ էին ծեծում, հա, եւ վիրավորանքներ նրանց հասցեին ասում, իրավապաշտպանները ոչ մի ձայն չէին հանում, ինչի համար, որովհետեւ իրենք քաղաքական կողմ են արդեն դարձել։ Եվ այդ առումով, որ խոսել իրավապաշտպանները, այդ ազատ խոսքի պաշտպանները եւ այլն իրենք պետք է ինչ-որ ձայն հանեն, իհարկե ոչ։ Սա արդեն քաղաքականացված գործընթաց է եւ իսկ երբ որ ես ասում եմ լրագրողական համայնքը դե պայմանական բնականաբար զուտ մասնագիտական նկատի ունեմ այն լրագրողներին, որոնք լրագրության մեջ կան, որոնք լրագրությամբ են զբաղվում, որոնք եկե ասենք իրենց փողը լրագրությամբ են աշխատում, հա դա իրենց մասնագիտությունն է։ Ես իրենց նկատի ունեմ։ Շատ լավ, իշխանությունները ինչքան կարող են սրել իրավիճակ, բացի նրանից որ ֆիզիկական հաշվարկներ կտեսնեն, այնուամենայնիվ այդ շատ լարված մթնոլորտում գնալ ընտրության արդյոք վտանգավոր չէ իշխանության համար։ Լարված մթնոլորտ պարբերաբար լինելու է եւ նաեւ կանկեղծ ասենք էլի անդիմության մի մեծ հատված նույնպես քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է ուղղակի նույն ձևի մանիպուլյացիաներով ինչ որ իշխանությունը թեկուզ այս իմպիչմենտի գործընթացը, հա։ Հա, դրան կգանք։ Այսինքն այդ լարված մթնոլորտը միշտ լինելու է, ինտրիգները լինելու են, կեղծ օրակարգներ միշտ լինելու են, բայց ես մի անգամ ասել եմ, հիմա նույնպես ասեմ, ես վախենում եմ, որ 26 թվականին ինչ որ իրավիճակ փորձեն ստեղծել եւ հատուկ դրություն հայտարարել եւ փորձել ընտրությունները ձախողել, որքան հնարավոր լինի, այդքան ձգել իշխանությունը։ Հասկանալի է, խոսցիկ ընդդիմադիր դաշտում անլուրջ կամ կեղծ օրակարգերից ես գնահատում դա կեղծ, խոսքը այսպես կոչված այդ impeachment-ի գործընթացի մասին է, գործընթաց, որը սկսեցին գործընթացը չէր, քարոզչական ավելի շատ դաշտում խոսակցություններ, որը սկսեցին Սերժ Սարգսյանին հարող գործիչներ, հետո Սերժ Սարգսյանը անձնապես հանդիպեց, հա, այդ մարդկանց հետ, հետո Սերժ Սարգսյանի ֆրակցիան պաշտոնապես հայտարարեց, որ առանց նախապայմանների պատրաստ են քննարկելու թեման, տեխնացուի հարցը, տեխնացուի։ Հիմա մենք ինչպես էլ վերաբերվենք Էդմոն Մարուքյանին, ես անձնապես վատ եմ վերաբերվում, որպես քաղաքական գործիչ էլ իհարկե, այդքան գույներ փոխել, այդքան մոտեցումներ փոխել, դա կներեք անլուրջ քաղաքական գործիչ կարող անել։ Նույն այս impeachment-ի հարցով մարդը իր առաջադրումից 10 օր առաջ պնդում էր, որ impeachment-ը օդ process է, դա չի կարող նպատակին հասնել, հա։ Հիմա եղել էր հայտարարություն, եղել էր խոստում, որ առանց նախապայմանների կքննարկվի տեխնացուի հարցը։ Ինչու չեղավ։ Հիմա էլ Էդմոն Մարուքյանը շարունակում է, ասում է Ֆրանսիայից իրեն զանգել են, ասել են, որ նախկին նախագահները փող չէ։ Նիկոլից զանգ են ստացել եւ Նիկոլը ասել է, որ այ հանկարծ չփորձեք ստորագրել։ Բոլորիդ կբռնեմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյան չի կարողանում մի Էդմոն Մարուքյան բռնել, բայց բոլորին կբռնի, որ հանկարծ ստորագրեն։ Ուրեմն երբ որ քաղաքական միտքը մահացած է լինում, բնականաբար, բայց պետք է ասենք հանդես գաս որպես impeachment, որպես քաղաքական գործիչ, պետք է գործընթացների կենտրոնում լինես, ինչ որ ճանաչողություն բարձրացնես, քարոզչություն անես, հա քո անունը հնչեցնես, հա, այսինքն լինես քաղաքական գործընթացի մեջ, նման կեղծ օրակարգեր են առաջանում եւ բնականաբար բոլորը դրանով զբաղված են եւ ամբողջ անհետեթությունը այն է, որ լրատվական դաշտը այսօր ինչ է քննարկում, այ Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, քննարկում է, ասենք, impeachment-ի գործընթացը, որը բնականաբար նույնիսկ ձայների առումով ինքը հնարավոր չի, նույնիսկ impeachment-ի գործընթաց սկսելու համար ձայները չեն բավարարում։ Բնականաբար բոլորը, մեծ մասը դրանով են զբաղված եւ գուցե նաեւ ունեն ինչ որ տեխնացուներ, որոնց անունները ուզում են հնչեցնել, որոնք արդեն հանրության գոնե մի մասի կողմից ընկալվեն որպես հնարավոր վարչապետ, հա, վարչապետի տեխնացու, իրեն արդեն որպես վարչապետի տեխնացու հարցեր տան, պատասխանեն։ Գուցե սա ինչ որ մի տեխնացուի
PR կամպանիաներ Բայց նախատեսվում, տապալվեց, բայց տապալվեց նույն Էդմոն Մարուկյանի կողմից, հա։ Հիմա եթե Էդմոն Մարուկյանը ասում է դա անիմաստ զրոյական գործընթաց էր եւ հետո ինքը մտնում է այդ անիմաստ զրոյական գործընթացի մեջ, գուցե լավ բան է անում, հա, այսինքն ինքը իր անձով ցույց է տալի, որ սա անիմաստ գործընթաց է եւ ըստ էության Էդմոն Մարուկյանը չէ պայթացրեց այս ողջ գործընթացը։ Այդ առումով արի ողջունենք Էդմոն Ես Մարուկյանին։ միանշանակ ողջունում եմ, որովհետև Էդմոն Մարուկյանի տեխնատության առաջադրումից լավ որևէ կերպ չէր կարելի բացատրել, որ սա զրոյական նշանակություն, ազդեցություն ունեցող գործընթաց է, հա։ Ես ուղղակի նաև քաղաքական բովանդակության համար եմ ցավում, հա, բովանդակության բացակայության համար, որովհետև դեք չի կարելի թեկուզ եւ երկու падգամավորի մակարդակում առաջադրել այսքան ծանր վիճակում գտնվող երկրի ղեկավարի պաշտոնի համար Էդմոն Մարուկյանին։ Մյուս կողմից ընդդիմադիր այդ խմբակցություններից մեկի պատիվ ունեմ յարում։ Չի կարելի այդքան անլուրջ մոտենալ գործընթացին եւ հայտարարել, որ իրենք առանց նախապայմանների կարող են տեխնացուի հարցը քննարկել, հետո հայտնվի տեխնացու հետ քաշվեն։ Այսինքն սա մի կողմից խոսում է անլրջության մասին, մյուս կողմից անպատասխանատվության մասին, որ ցանկացած քաղաքական ուժ կարող է ինչ ուզի հայտարարի, մի շաբաթ հետո ասի չեմ անում։ Նորն է դրա իմաստը, որ կա Նիկոլ Փաշինյաններին հեռացնելու խնդիր եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնում ենք ցանկացած տեխնացուի միջոցով եւ տեխնացուն էական չէ։ Այստեղ հենց գալիս է այն կեղծ օրակարգը, որը 30 տարուց ավել Հայաստանում եղել է։ Հայաստան քաղաքական դաշտը ոնց էր կառուցված։ Կա իշխանություն, որը վտանգ է երկրի համար, եւ կա անդիմություն, որը ասում էր այդ վտանգը պետք է հեռացնենք, սա է միակ նպատակը, այսինքն ամբողջ քաղաքական գործընթացները գնում են ինչ-որ անձի դեմ, բայց երբեք գործընթացը չէր գնում, որ անձին փոխենք, գանք, ինչ ենք անելու, այսինքն քաղաքականությունը դա հայեցակարգեր են, հա, ընտրությունները դա տարբեր հայեցակարգեր ունեցող քաղաքական ուժերի մրցակցություն է, որը ներկայացնում են հանրությանը, հանրությունը ասում է, այ մենք այս տարբերակը, այս ճանապարհը կողմենք, հա, եւ իրենց ձայները տալիս են։ Հիմա այս նույն տրադիցիան շարունակվում է 30 տարվա եւ ամբողջ քաղաքական գործընթացը գնում է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ, բնականաբար Նիկոլ Փաշինյանը ցանկացած եղանակով պետք է հեռացվի, բայց կարող է Նիկոլ Փաշինյանի հեռացվելուց հետո ավելի վատ լինի, հա, ավելի վատ տեխնացու լինի կամ ինչ որ տեխնացու գա եւ նորից մենք մտնենք մի հատ անորոշության մեջ, մի հատ sense турբուլենտության մեջ, նորից ինչ որ անձեր են ձերբակալվում, նոր անձեր են գալի։ Այսինքն այստեղ ճիշտ է, որ կեղծ է այն թեզը, որ ով ուզում է լինի, միայն Նիկոլ Փաշինյանը չլինի։ Բայց սա մյուս կողմից, բան Դանիելյան, արդյոք կհամաձայնեք, որ ցույց է տալիս, որ այն ուժը, որը հայտարարում էր, որ ինքը առանց նախապայմանների քննարկի տեխնացու, իրականում իր պլանը հետեւյալն էր, որ ինքը ունի այնպիսի տեխնացու, որը այդքան էլ ընդունելի չէ։ Այս այսպես բարեկամեցողության հայտարարությամբ փորձում էր ստեղծել մի իրավիճակ, որ երբ որ ինքը տեխնացու առաջադրի, ասի տեսեք, մենք պատրաստ ենք առանց նախապայմանների, հիմա դուք էլ պիտի առանց նախապայմանների մեր տեխնացուին աջակցեք։ Երևի ունեն տեխնացու, որին հայերեն բառը չեմ գտնում, ռասկրուտ կանեն, որտեղ շատ կարևոր է, որ հանրությունը ինչ որ մեկին տեսնի հնարավոր երկրի ղեկավար, որտեղ ինչ անձեր էլ որ ասում են, նոր անձեր, ասում են դա ով է, ինքը կարա, թե չի կարող, իր հետևով է կանգնած, ինքը թիմ ունի, թե չունի։ Այ հիմա նման իրավիճակներում կարելի է ինչ որ մեկին տանել եւ ռասկրուտ կանել, այսինքն մարդկանց մտքերում արդեն այս մարդը կարող է դառնալ վարչապետ, այս մարդը կարող է դառնալ վարչապետ, այս մարդը ծրագիր ունի, այս մարդը հայեցակարգ ունի, ասելիք ունի, ներկայանալի է։ Խորհրդարանում տեղի ունեցող քննարկումները մարդիկ լսելու էին, հա, այդ ինքը ելույթեր ունենալու։ Ու հանրության մի շերտ կա, որը դեռևս դա համարում եմ լավ, լուրջ է վերաբերվում խորհրդարանին եւ խորհրդարանի ելույթներին, հեռուստատեսով ցույց են տալի, ահա, այ տեսեք, այս մարդը վարչապետի տեխնացու է, նայեք ինքը ինչպես է դրսևորում եւ մարդկանց ուղեղներում արդեն ամրապնդվում է հնարավոր նոր վարչապետի տեխնացու։ Ես կարծում եմ գուցե դա էր ամբողջ պատճառը եւ մեր սիրելի
Էդմոն Մարուկյանի շնորհիվ Կլասիկ քաղաքական գործիչ է։ դա ինքը իր կլասը ցույց տվեց տվյալ դեպքում, Այո։ այսինքն նման կեղծ օրակարգը ըստ էության տապալվեց։ Դե այստեղ պետք է նաև արժանին մատուցել Հովիկ Աղազարյանին։ Որը ավելի լուրջ քաղաքական գործիչ դուրս եկավ, քան impeachment Ես կազմակերպողները։ կարծում իրական շախմատիստը Հովիկ Աղազարյանն է, մարդը ոչ միայն կարողացավ Նիկոլի ճնշումներին դիմադրել, պլստալ, պահպանել մանդատը, հիմա էլ դարձավ քաղաքական օրակարգ թելադրող։ Դե հին Ասում են, ոստորակ չէ, փորձ ունեցող։ ասում են անգամ վարչապետի հավակնություններ ունի, ինքս էլ ասաց ինքը ուրիշ ձևի տղա է, եւ impeachment-ով չի դառնալու վարչապետ, ուրիշ ձև կդառնա։ Իսկ ինչու ոչ։ Մենք Հայաստանը գնալով արդեն այնքան է իջնում, որ կարող է, ասենք, մենք երազենք Հովիկ Աղազարյանի նման վարչապետ ունենալ, որտեղ ավելի բաց տարբերակներ կարող են լինել։ Այո։ Պարոն Դանիելյան, դա սա նաև խոսում են նրա մասին։ Ես օրինակ հիշում եմ տարիներ առաջվա, գոնե 10-12 առաջվա ձեր ելույթները, դա քաղաքական, չնայած վատն էր քաղաքական դաշտ, բայց ուրիշ բան էր, գոնե ինչ որ մակարդակ կար։ Մյուս կողմից իրավիճակն այնպեսին էր, որ այո, հիշում եք, որ կային նախագահական ընտրությունների մասնակից տեխնացիներ, որոնք ծաղրի էին արժանում, որովհետև նաև կար ինչ որ բան էլի, այսինքն հավակնություն ունեցողը ինքը իրեն պիտի հարգեր, այսինքն եթե մարդը օրինակ հավակնում է դառնալ երկրի վարչապետ, ինքը պիտի իրեն ճիշտ գնահատի, թե չէ բոլորն էլ կարող են ուզենալ դառնալ վարչապետ, եթե ասես այսքան աշխատավարձ կստանաս, կարող ենք ասել, որ նաև հավակնությունների մակարդակն է իջեցվել քաղաքական դաշտում։ Այսինքն քնից վեր կեցող ասում է, որ Նիկոլը կարողանում է վարչապետին, ես ինչ չեմ կարողանա, կգնամ, ես էլ մեքենաներով կշրջեմ, իմ կինն էլ օրինակ կարող է մարդկանց թիրախավորել, քաղաքացին կարող է մտածել, որ իր կինն էլ կարող է հայել։ Այդպեսի ինչքան կանայք կան, կիսաբաց լուսամուտները լիք այդպեսի հերոսներ ունի։ Օրինակ ես կարծում եմ, որ եթե բանը չլիներ, ստացվեր Նիկոլի վարչապետություն, մենք Աննային կարող ենք հաճախ կիսաբաց լուսամուտներով տեսնել։ 2018 թվականին նշաձողը այնքան ցած իջավ, եւ դա միայն Նիկոլ Փաշինյանով չի պայմանավորված, տեսեք Նիկոլ Փաշինյանի շրջապատում ովքեր են, տեսեք ազգային ժողովի նախագահը ինչպես է իրեն պահում, ինչպես է խոսում, ինչպես է արտահայտություններ անում, նախարարներ, մարզպետներ, այսինքն նշաձողը այնքան է իջել, որ ես կարծում եմ այդ մարդիկ նաև բաց լուսամուտների կանայք նույնպես իրենց առաջի կամ երկրորդ տիկին կարող են պատկերացնել, իսկ ինչու ոչ, իսկ ինչով են իրենք ավելի վատը։ Եվ այս նշաձողը իջեցնվելով մենք տեսնում ենք երկիրը ինչ վիճակի առաջ է հայտնվել, ինչ խնդիրներ կա, արդեն երկրի գոյությունն է հարցականի տակ։ Նույն 20 թվականի պատերազմը ակնհայտորեն կարող էր չլիներ։ Իհարկե մենք որոշակի զիջումներ կգնայինք, բայց Արցախը կլիներ, Արցախը կապ կունենար Հայաստանի հետ, հայկական բանակը չէր ջախջախվի, չէր ոչնչանա, այդքան զոհեր չենք ունենա, ազգային արժանապատվությունը հիմա բլինդուսից ցածր է իջել եւ ասենք դուրս գնալուց արդեն ամանչում ես ասես, որ դու հայ ես, ոչ միայն 20 թվականի պարտության պատճառով, այլ որ սենց էս գործող վարչապետի իր այդ փափաղով նկարը, որ դնում են կամ իր պահվածքը, արհամարական պահվածքը իր նկատմամբ նույն էս Տիրանայում, երբ որ մատով ասում են արի, հետո ասում են գնա ինքը ժպիտով վազում է, որ Էրդողանի գիրքը գրկած Ալիևին հրավիրում է սուրճ խմելու մերժում է ստանում։ Եվ այդ արհամարական ժպիտները, սենց կամահրական, նույն Մոսկվայում, տեսնում ենք ինքը որտեղ էր նստած, իր հետ ոչ ոք չէր խոսում, իր հետ ինչ պետք է խոսան, այսինքն դա արհամարված անձնավորություն է, բայց արդյունքում արհամարված ամբողջ Հայաստանը եւ հայ ժողովուրդը եւ նաեւ մեզնից յուրաքանչյուրն է արհամարված։ Եվ դուրս գնալուց ասում եմ իմ մոտ այո այդ լուրջ խնդիրը կա, ես շատ վատ եմ զգում, ասենք երբ որ օտարներ են լինում, հարցնում են որ երկրից եք, անկեղծորեն վատ եմ զգում։ Այս վիճակում է հասել Հայաստանը։ Այո, կադրերը բավական ցավալի էին եւ իմ մոտ տպավորությունը գիտեք են շրջապատներ են լինում, չէ՞, մի խելապակաս էլ է այդ շրջապատի հետ տալ առնելուն, բա գալիս է ժպտում է, բայց խելապակաս է, բոլորն էլ գիտեն որ նա ով է, իհարկե սա ցավալի որ մեր պետության հետ է տեղ ունենում, բայց այնուամենայնիվ սա պիտի նաեւ ժողովրդի համար, հասարակության համար այսպես դաս լինի, որ նշաձողը բարձրացվի։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Արցախի նշաձողն է իջեցրել, այլ ընդհանրապես քաղաքական կյանքի, հասարակական հարաբերությունների, պետական պաշտոնյայի վարկագծի ամեն ինչի նշաձողը Արցախի հետ միասին իջեցրել է, մի քիչ ներքև։ Ես կարծում եմ մի քիչ էսպես նշաձողը իջեցնեն կարող է նավթ գտնել միտեղից։
բայց սա անթույլատրելի է, ինձ սա ավելի շատ հիշեցնում է, գիտեք, հիշեցնում է 100 տարվա մենության այդ Մակոնդոյի բնակիչները, ամեն ինչի, ասենք ոչ մի բանի հիշողություն այլևս չունենք, այսինքն ոչ պատմական հիշողություն է մնացել, ոչ բարոյական վարքականon է մնացել, ոչ մեծ փոքր է մնացել, ոչ կին տղամարդ է մնացել, հա, Ըստ կրթական համակարգ չկա, թանգարանները երևի արդեն պետք է փակել, գրադարաններն են փակում, այսինքն մեզ այդ հիշողությունը պետք է չի։ Այո։ Այս պետքա ջնջվի մեր հիշողությունը մեր ուղեղներից, մեր հավաքական գիտակցությունից։ Ցավալի իրողություններ են, շնորհակալ եմ պարոն Դանիելյան, հետաքրքիր քննարկման համար, ես շեշտեմ զրուցում էի Ստեփան Դանիելյանի հետ, տեսություն կհանդիպենք։